Թեհրանի արևմտյան մասում պայթյուն է տեղի ունեցել, այս մասին հայտնում են Իրանի պետական հեռուստատեսությունից։ Նմանատիպ հաղորդագրություններ են ստացվում Իրանի մի շարք այլ քաղաքներից։ ԶԼՄ-ների հաղորդման պայթյունների ձայներ են լսվել նաև կենտրոնական Ղոմ քաղաքում։ Մարտի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը զգալիորեն կմեծացնի Իրանի դեմ հարվածների մասշտաբն ու ինտենսիվությունը։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան գործողությունը նախատեսվածից շուտ է ընթանում։ Իսկ այսօր ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմանավ, այդ թվում 1 սուզանավ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը։ Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում չկա ոչ մի իրանական նավ, եւ մենք կանգ չենք առնի։ Մենք կշարունակենք իրականացնել թիրախների դինամիկ նշանառության գործողություններ, հայտարարել է Քուփերը։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանին մոտ գտնվող ամերիկյան Վիկտորիա ավիաբազային, հայտարարում է մի շարք ԶԼՄ-ներ։